ասեն ու թողեն փախնեն, տեն չի։ Մենք ձեր ասելիքը լսում ենք, դուք էլ մեր ասելիքը պտի լսեք։ Այս երեքին ցույց են տալիս 4 հոգի Ղարաբաղի ակցենտով խոսում են, սենց մասկեքով, թե մեր հայրենիքը, որ մեր ձեռից առել է, այդ մասկեքով ստահակներին ես ասում եմ, հանեք ձեր մասկեքը, այ համբալներ, դուք մեր երեխեքին դիրքերում մենակ թողել եք փախել, տականքներ, ստահակներ, ես ձեր մասկեքը հանելու եմ ու ձեր մասկեքը մտցնելու եմ ձեր համապատասխան տղերը, համբալի լակոտներ, Ռոբերտ քեզ եմ ասում, Սերժ քեզ եմ ասում, Կալուգացի քեզ եմ ասում, Գագո քեզ եմ ասում, այդ կամերայի դեմից են կոն գնացեք։ Պատկերացնում եք դրանց լկտիության աստիճանը։ Մասկեքը հակել են, ինչ-որ ոնց որ ավտոմատներ կար ձեռներները, թե Ղարաբաղի, հա? Ղարաբաղի ակցենտով է, որ մեր հայրենիքը ձերից արել է մենք, արայ համբալներ, դուք Ֆերարի արագությամբ փախել եք արա, դուք ով եք արա, որ կարա գաք խոսակ, դուք ով եք արա ստահակներ, հանեք ձեր մասկեքը, ես ձեր մասկեքով ես սատկացնելու եմ հերթով, որ մեր երեխեքին, դուք մեզ կասեք, որ մենք մեր երեխեքին զոհենք տվե, դուք եք արա փախել, դիրքերում փախնողներ, մենք հատ ձեզ ծնկենք բերելու, պատասխանատվության ենք բերելու, մեր երեխեքին մենակ թողելու և փախնելու համար։ Եվ հիմա գաք ասեք 5000 զոհ, այդ տենց էիք հաշվել, հա, տենց էիք հաշվել ենք, որ ենքան պտի փախնեք, մեկ էլ 2023 թվին ասեք, Նիկոլը սահմանները փակել է, որ Ղարաբաղի ժողովուրդը չկարենա դուրս գա։ Դուք Ղարաբաղի ժողովրդին էլ եք ստրկացրած պահել, ես որ սենց ուղարկում են կան երկրի վարչապետի դեմը խոսան։ Ինչի Ղարաբաղում կարային մի հատ վարչության պետի տեղակալի դեմը մեկը կանգներ 2 բառ նախադասություն անել, գլխից կկրակեին Ստեփանակերտի կենտրոնում, գլխից կկարակեին։ Դուք հիմա եկել եք, ուզում եք Ղարաբաղի ժողովրդի նման Հայաստանի ժողովրդին ստրկացնեք, գլուխներդ պատին եք տվել, հատ, մասկեքներդ հանելու եմ և մտցնելու եմ ձեր համապատասխան տեղերը, հատ, Ռոբից սկսած, Ռոբն էլ կար այսօրվանից մասկա հագնի, Սերժն էլ, Կալուգացին էլ, Գագոն էլ, մասկա հագեք, որովհետև դուք երազելու եք Հայաստանից փախնելու հնարավորության մասին, դուք չեք փախնելու, դուք չոքելու եք Հայաստանի ժողովրդի առաջ և պատասխան եք տալու Հայաստանը իբր Ղարաբաղի անվան տակ, իբր Ղարաբաղի համար ծախելու համար, Ղարաբաղը դուք են գլխից եք ծախած եղել, ձեզ համար Ղարաբաղի ժողովուրդը պատանդ ա եղել, Ղարաբաղը պատանդ ա եղել, որ Հայաստանը այդ ծխած ասկույթի տակ թալանեք, և մենք այսօր այդ թալանածը հետ ենք բերել և միջև վերջ հետ ենք բերելու, Ռոբիկ, Սերժիկ և մյուսներ, ոնց 90-ականների թվին մի զույգ բոթասով եղել եք, տենց էլ ես ձեզ հասնելու եմ մի զույգ բոթասի մակարդակի, մի զույգ բոթասի մակարդակի։